խնդիրը Հայաստանի օրիենտացիան փոխելն է ստրատեգիական ու այդ նոր հեղափոխական, այսպես են, հեղափոխական իշխանությունները միշտ մեծ գերնպատակներ են իրենց առաջ դնում, անիրականանալի նպատակներ, նրանք իրականանալի նպատակներ չեն սիրում, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասել 19 թվականին։ Հետաքրքիր չի, դա սովորական քաղաքական ուժերն են, որ ուզում են գան, չգիտեմ, առողջապահության ռեֆորմ անեն, աշխատավարձ թոշակ բարձրացնեն, բան, այս տեսակ քաղաքական ուժերը երկրի ամբողջ ինքնությունն են փոխում, չգիտեմ, ինչ էին անում բոլշևիկները կամ նացիստները, դրանք էլ էին հեղափոխական ուժեր։ Ես չեմ ուզում իրանց նույնացնել բոլշևիկների կամ նացիստների հետ, բայց այդ առումով հեղափոխական բոլոր ուժերը այդ գրանդիոզ պրոյեկտների, մեծ փրկչական պրոյեկտների, հասարակությունը տրանսֆորմացնող պրոյեկտների բաներ են, պրոյեկտներ իրականացնող քաղաքական ուժեր են։ Հիմա մենք դրա այդ կոնտեքստի մեջ է պետք տեսնել մեր քաղաքական բանավեճերը, նաև հայ-ադրբեջանական բանակցությունները, հայ-թուրքական նորմալացման գործընթացը եւ այլն, այս ամեն ինչը արվում է որպես նախադրյալ երկրի քաղաքական օրիենտացիան փոխելու համար, բայց մի փոքրիկ խնդիր կա։